Բարի լույս։ Բարի առավոտ սիրելի հեռուստադիտողներ։ Այսօր նոյեմբերի 3-ն է, ավետ օրը երկուշաբթի։ Հրաշալի, սա ինչ է նշանակում Արայիդ։ Ամիս եւ նոր աշխատանքային շաբաթ ենք միասին սկսում։ Այո, իսկ տարվա ավարտին ինչքան է մնում։ Ես հաշվել եմ ավետ 58 օր։ Ես էլ եմ հաշվել, Անահիտ ինձ առավոտյան արդեն ասել էր, ես էլ ուրախացա։ Այո, ինչպես ասում են, it's time։ Դե Մրայա Քերի ձայնով չեն կարողանա ասել, բայց այսպես թե այնպես մենք պիտի օրերը արագ վայելենք, որպեսզի արդեն հասնենք դեպի ամանոր ուղղված ճանապարհին։ Այո, 58 օր։ Այո, հենց այսպես արագ աննկատ անցնում են օրերը, շաբաթներն ու տարիները, բայց վստահ ենք, որ մեզ հետ կհամաձայնեն շատ-շատերը, Անահիտ, որ չենք էլ հասցրել նկատել, թե ինչպես անխար չենք հասցրել նկատել, թե ինչպես անցավ տարին ախր։ Իսկապես։ Դե ինչևէ, մենք եթերում ենք ավետ, կրկին ասում ենք մեր սիրելի հեռուստադիտողներին բարի լույս, օրվա բարի ընթացք ենք մաղթում եւ նաեւ համոզված ենք, որ հաճելի հանգստյան օրեր եք անցկացրել, քանի որ ինչպեսի հանգստյան օրեր, Անահիտ, ես ուզում եմ ասել, որ կարծում եմ ճիշտ ժամանակն է, որ բոլոր այն կոլեկտիվները, խմբերը, ընկերները, ընկերական շրջապատները միասին հավաքվեն ու գնան արդեն, քանի որ բացվել է խաշի սեզոնը, գնան կոլեկտիվներով խաշ ուտելու հետևեն բարի լույսի գեղեցիկ ընկերական, ընտանեկան ավանդույթին։ Այո, քանի որ նաև դրսում գեղեցիկ աշուն է եւ հաճելի եղանակ է ամենուրեք ու կարծես թե առաջիկա օրերին էլ տեղումներ չեն լինելու, չեն սպասվում, նոյեմբերն էլ արևով ենք սկսել, ամեն դեպքում այո, հուսանք, որ այսպես կշարունակի, չնայած այո, առավոտյան ժամերին ու հաճախ նաև երեկոյան զգում ենք օդի սառնությունը, բայց դժգոհելու տեղ չունենք, շատ լավ է, այսպես շարունակենք, իսկապես տաք հաշուն է, այո, տաք հաշուն է, այնպես որ պետք է շատ զբոսնել սիրելի հեռուստադիտողներ, վայելել այն, քանի դեռ կարող ենք, որովհետև գուցե ձյուն տեղա եւ չհասցնենք գուցե եւ այո, չէ, աշունը շատ մարդիկ ասեն, որ սիրում են ձյունը, ձմեռը, ձմեռային սառը օդը, սառը եղանակ ու զբոսնում են ձմռան ձյանը։ Խուր այսպես խուր զբոսնում են ձյան վրա ես կասեմ ավետ, որ ես առհասարակ սիրում եմ տարվա բոլոր եղանակները, իհարկե ունեմ ֆավորիտ եւ հաճելի եղանակներ ինձ համար, բայց առհասարակ Հայաստանը այն հազվագյուտ երկրներից է, որ ունի հստակ տարվա բոլոր եղանակները եւ մենք իսկապես շատ շնորհակալ ենք Աստծուն այդ պարգևի համար, որ մեր մարմինը, մեր բնությունն, ուղեղը, մաշկը ամեն բան զգում է տարվա ցանկացած եղանակ իր փոփոխության հետ։ Այո։ Առաջարկում ենք, Անայ, դու լավ ես սուրճ դնում։ Ես առհասարակ սուրճ չեմ խմում եւ առհասարակ սուրճ չեմ դնում։ Բայց բաժակում սուրճ կուտես մեզ։ Կուտես։ Իհարկե, դու չես եկել մեր տուն հյուր եւ ես քեզ չեմ հյուրասիրել։ Հյուրասիրել ես, բայց ամեն դեպքում շատ, բայց ամեն դեպքում լավ, թե էլ կխմենք, բայց ամեն դեպքում ինչ էլ խմենք, թեյ թե սուրճ, կարևոր չէ, կարևորը որ պիտի պատրաստենք այո, պիտի քաղցրությամբ համենվի ու առաջարկենք մեր հեռուստադիտողներին օգտվել մեր գործընկերոջ ապրանքատեսակից եւ մենք էլ սիրով ներկայացնենք մեր գործընկերոջը Ժակո հրուշակեղենի գործարանը, որը ներկայացնում է քաղցրավենիքի եւ նրբահամ կոնֆետների լայն տեսականի, խրթխրթան թխված քաբլետներից մինչեւ հատընտիր շոկոլադների բազմազան տեսականի։ Բացառապես անարատ հումք, թարմ բաղադրիչներ եւ ժամանակակից տեխնոլոգիաներ։ Ամեն կոնֆետ հիշեցնում է փոքրիկ պատմություն։ Ցանկանում ենք առանձնացնել արևադարձային աշխարհը հիշեցնող կոկոսի նուրբ համով շոկոլադապատ կոկո ջամբոն, իրական էներգիայի աղբյուր Drive Կոսան, գետանոշի, փափուկ կարամելի եւ շոկոլադի համալրությամբ։ Եվ իհարկե բոլորի սիրելի քվեստը՝ նուգա կարամել եւ շոկոլադե գլազուր։ Քաղցրություն, որը պարգևում է էներգիա եւ լավ տրամադրություն։ Ընտրեք ձեր սիրելի համը եւ վայելեք սիրելի հեռուստադիտողներ ամեն պահը։ Այո, իսկ մենք երկուշաբթին սկսում ենք շատ հետաքրքիր թեմաների
անդրադարձով խոսելու ենք, նվիրում հերոսին Նորայր Արտեմյանին խորագրով դաշնամուրային համերգի, ինչպես նաև թատրոն կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնի կայացման եւ Արարատ բանկի ու Բելգիայի դեսպանատան կարևոր աջակցության մասին։ Շատ հետաքրքիր զրույցներ ենք ունենալու, սիրելի հեռուստադիտողներ, մի բաց թողեք, անպայման լսեք, որովհետեւ գուցե ձեզ եւս հետաքրքրեն այս թեմաները։ Իսկ վստահ ենք, որ կհետաքրքրեն, անվետ իսկ ինչ ես կարծում ժամանակ կունենաք մեր մշտական էջերը ծախսելու համար։ Կարծում եմ, այո, ինչու ոչ։ Հոգեբանական կարևոր խորհուրդներ ենք լսելու աստղագետ Լիլիթ Ալեքսանյանը, նաև մեզ կներկայացնի ուրեմն օրվա կենթանակերպի բոլոր նշանների համար պատկերը կներկայացնի ու բնականաբար էլ ինչ Ախ այդ օրվա բաղադրատոմսը, այդ պահը եւ իսկապես, իսկ այսօր երկուշաբթի է, իսկ հավատարիմ հեռուստադիտողները գիտեն, որ խոհանոց այսօր երկուսինն է, Սաթինը եւ Էլիզայինը, մարզիչ սննդաբան Էլիզա Պետրոսյանը իհարկե այսօր եւս շատ համեղ օգտակար բաղադրատոմս է բերել մեր խոհանոց։ Այո, նա իր գեղեցիկ BYD-ով ժամանել է Արմենիա TV, որպեսզի այսօր մեզ հետ միասին ներկայացնի կարևոր եւ օգտակար բաղադրատոմսեր։ Դե, բայց մինչև մեր գեղեցկուհիներին ողջունելը Անահիտ, ես առաջարկում եմ այո, եւս մի բան, մի շատ կարևոր բան ներկայացնենք մեր գործընկերոջը։ Ուզում ենք ձեզ ներկայացնել մսամթերքի շուկայում բացարձակ առաջատար Աթենք ընկերությունը, որը 1 տասնամյակից ավել է ինչ առաջատար է նաեւ Հայաստանում կիսաֆաբրիկատների ամենալայն արտադրության ոլորտում։ Սա նշանակում է, որ Աթենքը ստեղծում է առավել լայն ընտրության հնարավորություն ընտանիքի բոլոր անդամների համար, ովքեր ունեն տարբեր նախասիրություններ։ Վերջերս շուկայում է հայտնվել նաեւ Աթենքի հավի նագետների բազմազան տեսականի եւ այն միանգամից սիրվել է սպառողների կողմից։ Ընդգծենք, որ Աթենքի հավի նագետները պատրաստվում են բացառապես հավի կրծքամսից։ Հավի նագետների յուրաքանչյուր տուփ պարունակում է մինչև 47.6 գրամ սպիտակուց, եւ ինչը նշանակում է, որ այն ունի սննդային բարձր արժեք եւ հարմար սնունդ է սպորտով զբաղվողների եւ պարզապես իրենց սննդակարգին հետևող ընտանիքների համար։ Տարբեր համային նախապատվություններ ունեցող մարդկանց համար Աթենքը առաջարկում է հավի նագետների տարբեր համային տեսականի։ Ավետ դասական, պանրով, կծու, խրթխրթան, իհարկե խոզապուխտով, այո, ինչպես նաև ունի, ասեմ, ինչպես նաև ունի հավի ձողիկների դասական տարբերակը։ Յուրաքանչյուր նագետ շատ փափուկ է Անահիտ եւ նուրբ, իսկ արտաքին շերտը պատված է խրթխրթան պաքսիմատով։ Դե իսկ Աթենքի հավի նագետների պատրաստումը տևում է ընդամենը 4-ից 6 րոպե։ Աթենքի հավի նագետները կարելի է դարձնել եւ հիմնական ուտեստ, եւ օրինակ կինոդիտման կամ ընկերական հանդիպումների անբաժան խորտիկ, քանի որ այն հեշտ է պատրաստվում եւ ընկերական հանդիպումները դարձնում են էլ ավելի հետաքրքիր եւ ժամանցային։ Դե այս պահին իսկ թե ինչ հետաքրքիր է անցնում այս պահին խոհանոցում։ Ես չեմ էլ կարող նկարագրել բառերով։ Երևի թե ճիշտ կլինի որ տեղափոխվեն, որպեսզի այս հեռուստադիտողն էլ տեսնի։ Հա, հեռուստադիտողը հասկացա։ Սաթենիկ Էլիզա ողջույն, բարի լույս։ Ինչպես է տրամադրությունը։ Բարի լույս, իհարկե շատ բարձր տրամադրությամբ ենք մեկ եկել մեր երկուշաբթին սկսելու, նախ Էլիզային ասենք բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալություն Էլիզա, ամեն երկուշաբթի մեզ հետ լինելու, համեղ բաղադրատոմս առաջարկելու, օգտակար հատկությունների մասին խոսելու եւ այսօր մենք ունենք քինոայով աղցան։ Այո, ես եմ շնորհակալ Սաթենիկ, ես մեծ հաճույքով այս երկուշաբթի օրվան եմ սպասում, որ գամ ու այստեղ այս լուսավոր տաղավարում ձեզ հետ միասին ողջունենք մեր հեռուստադիտողներին եւ իհարկե կիսվենք կարևոր բաղադրություններով եւ ամենակարևորը ճիշտ ու կարևոր համադրություններով։ Մենք այստեղ միշտ կիսվում ենք հենց ճիշտ համադրելը, սնունդի թե ինչպես կարելի է համադրել։ Այսօր այո մենք քինոայով աղցան ենք պատրաստելու, ինչպես եւ միշտ ներկայացնում ենք շատ արագ, հեշտ պատրաստվող աղցաններ։ Սա էլ դրանց շարքին է պատկանում։ Էլիզա, թույլ տուր ասեմ, որ ես շատ հաճախ օգտագործում եմ այստեղ քինոա։ Մենք խոսել ենք քինոայի օգտակար հատկությունների մասին, մենք հասցրեցինք նույնիսկ գովազդի ընթացքում խոսել, շատ կուզեմ, որ հեռուստադիտողներին էլ ներկայացնես քինոայի օգտակար հատկությունները ու հատկապես վերջին շրջանում է, վերջին տարիներին է բոլորիս կյանք հայտնվել քինոան։ Այո։ Խոսում ենք օգտակար հատկությունների մասին եւ փորձում ենք ներառել մեր սննդակարգում։ Ինչու՞մն է կարևորությունը։ Տեսեք, քինոան բուսական աշխարհում կենթանական սպիտակուցին լիարժեք փոխայնիչ միակ այսպես սնունդն է, որովհետեւ ինքը իր մեջ պարունակում է 7 ամինաթթուները, որը մենք սովորաբար հանդիպում ենք կենթանական սպիտակուցների մեջ հիմնականում, այո, տավարի միս, հավի միս, որտեղ
որ 7 ամինաթթուները, կայուն սպիտակուցները ներառված են։ Մենք գիտենք, որ բուսական աշխարհում շատ են բուսական սպիտակուցները, բայց իրենք համարում ենք թերի, քանի որ ոմանց մեջ 5 ամինաթթուներն են, ոմանց մեջ 4, 6, բայց միայն այս դեպքում քինոայի մեջ է, որ 7-ն էլ պարունակվում է։ Հետևաբար, հատկապես այն մարդիկ, ովքեր միս շատ չեն օգտագործում, խորհուրդ եմ տալիս պարբերաբար շաբաթական 2-ից 3 անգամ օգտագործել քինոան, իսկ քինոան կարելի է օգտագործել բազմա պիսի տարբերակներով։ Այսօր մենք մի տարբերակ ներկայացնելու ենք, բայց ես քեզ հետ խոսում էի, այո։ Մեր երևի հեռուստատողներին էլ ասենք, որ կարելի է իրենից պատրաստել նաև կոնֆետներ։ Այո, մենք այս հարթակից եւս կպատրաստենք եւ ձեզ հետ կկիսվենք մոտորերս, այո։ Մեզ մոտ կա ֆետա տեսակի պանիր, ռուկոլա, ունենք բուլղարական պղպեղ, լիմոն, որը թանձրուկ ենք պատրաստելու ձիթայուղի հետ միասին։ Եվ իհարկե չերի տեսակի լոլիկ։ Այո, Սաթենիկ, ինչպես մենք արդեն աշնան ընթացքում ենք, մեր սննդակարգի մեջ պետք է գերակշռի հակաօքսիդանտ մթերքները, C վիտամինով հարուստ մթերքները, որ մենք վիրուսներից խուսափենք, եւ այսօր այդ օրերից է, այո, այստեղ մենք օգտագործում ենք բուլղարական կարմիր պղպեղ, կարմիր գույնը, C վիտամինով հարուստ, իհարկե չերի լոլիկի մեջ էլ C վիտամինը բավականին գերակշռում է եւ իհարկե էլ ավելի կամբողջացնենք կիտրոնի հյութով։ Մենք որ նայում ենք քինոան, պատրաստ չէր, մենք էլ ինչ ենք ավելացնելու բացի ֆետա տեսակի պանիրից, այսինքն համեմունքը նկատի ունեմ։ Համեմունք, աղ, կարմիր, սև պղպեղ շատ իդեալական համադրվում է։ Իսկ հարց այդ դեպքում եփելու ընթացքում ինչու աղ չեք ավելացրել։ Դա իմ սովորությունն է։ Ես ամեն ինչ վերջում եմ համեմում, որովհետև մենք պետք է թանձրուկ այստեղ պատրաստենք, թանձրուկի մեջ ողջ աղ եւ համեմունքներն ավելացնում եւ վերջում թանձրուկով արդեն համեմում։ Հիշեցնեմ հեռուստադիտողներին, որ Մարանիկը առաջարկում է համեմունք, ոչ միայն աղ, պղպեղ, նաեւ աղ, որը միշտ իմ կողքին է այստեղ։ Յոդացված աղ, այնպես որ սիրելի հեռուստադիտողներ, զիպ տարբերակով է, կարող եք օգտագործել, փակել, խոնավություն չի վերցնի եւ դնել խոհանոցի իհարկե պահարանում։ Իմ խոհանոցը բաց է, ես միշտ ունենում եմ իմ ձեռքի տակ համեմունքները։ Եվ քանի որ խոսեցի այս պահին Մարանիկի մասին, ուզում եմ հեռուստադիտողներին եւ Էլիզային մեկ անգամ եւս հիշեցնել, թե ինչ տեսականի ունի Մարանիկը։ Այս պահին ձեր էկրաններին է։ Հավատարիմ մնալով մարդու կյանքը վառ զգացողություններով համալրելու առաքելությանը, սպառողներին ենք ներկայացնում համի իսկական հրավառություն։ Մարանիկ ապրանքանիշ կատարելության ճանապարհին կարևորում է ամեն մանրուք, բաղադրիչների ընտրությունից մինչև արտադրական գործընթացը եւ որակի խիստ վերահսկողություն։ Արդյունքում ստեղծվում է արտադրանք, որը լի է անկրկնելի, քիմքին հաճելի, յուրահատուկ համերով, ոչ միայն արտադրանք, այլ պատմություն, ոչ միայն համ, այլ մշակույթ, ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Քանի որ Էլիզան արդեն անցել է աշխատանքի, ես էլ կհագնեմ իմ ձեռնոցը եւ կօգնեմ։ Էլիզա, էլ ինչով կարելի է օրինակ համադրել քինոան, բացի նրանից, որ մենք շոկոլադե կոնֆետ ենք այդտեղ պատրաստելու։ Կարծում եմ քինոան ազատ է համադրվել յուրաքանչյուր այն մթերքի հետ, ինչը մենք ավելի ենք սիրում, որովհետեւ ինքը այսպիսի սպეციფիկ ինչ որ համ իրենից չի թելադրում եւ հետեւաբար նման մթերքները շատ ավելի հեշտ է համադրել, թե քաղցր, թե ել ավելի աղի, հատկապես օրինակ ես որ պատրաստում եմ տնային պայմաններում, իրեն պատրաստում եմ տավարի մսի հետ, շատ համեղ աղցան է ստացվում, այո, թելթելարված տավարի մսի մեջ ավելացնում եմ սա, շատ կանաչիներ, հատուկ թանձրուկ եւ անմահական է ստացվում։ Կիտրոն, ճիշտ ընտրված ձիթայուղ, երբեմն սոյայի սոուս շատ քիչ, այդպես համային մեր ընտանիքի քիմքի սովորություններին եմ այսպես մոտեցնում։ Դու խոսեցիր համեմունքների մասին, այստեղ օրինակ մենք ավելացնելու ենք սև պղպեղ, սև կարմիր պղպեղ, որով էլ ավելի ուժեղացնելու ենք վիտամին C-ի, այո, հատկությունը, այո, եւ հետեւաբար այս շրջանում աշնան իդեալական է։ Այս աղցանը ինչ ես կարծում։ Հեռուստադիտողներն արդեն հասկացան, այսօր ինչ են պատրաստելու իրականում պարզ բաղադրիչներ են, որ կարող են իրենք տանը մեզ հետ զուգահեռ երկրորդ միացման ընթացքում պատրաստել եւ այս պահին ուզում եմ մինչեւ մեր կոնֆետ պատրաստելը, մենք իհարկե խոստացանք հեռուստադիտողներին անպայման այստեղ կոնֆետ կպատրաստենք, մեր գործընկերը Ժակոն արդեն մտածել է այդ մասին, պատրաստել է մեզ համար տարբեր համային կոնֆետներ, որոնք ձեր էկրաններին են հենց այս պահին, ես էլ իհարկե սիրով ներկայացնում եմ մեր նոր գործընկերոջը։
Ժակո հրոշակեղենի գործարանը, որը ներկայացնում է քաղցրավենիքի, ներբահամ կոնֆետների լայն տեսականի, խրթխրթան թխվածքաբլիթներից մինչև հաթընտիկ շոկոլադների բազմազան տեսականի, բացառապես անարաթհումք, թարմ բաղադրիչներ և ժամանակակից տեխնոլոգիաներ, ամեն կոնֆետ հիշեցնում է փոքրիկ պատմություն։ Ցանկանում ենք առանձնացնել արևադարձային աշխարհը հիշեցնող կոկոսի նուրբ համով շոկոլադապատ կոկո ջամբոն, իրական էներգիայի աղբյուր Drive Vkusan, գետնանուշի փափուկ, կարամելի և շոկոլադի իդեալական համադրությամբ բոլորի սիրելի կվեստը, նուգա կարամել, շոկոլադե գլազուր, քաղցրություն, որը պարգևում է էներգիա և լավ տրամադրություն։ Ընտրեք ձեր սիրելի համը, վայելեք ամեն պահը։ Իսկ մենք շնորհակալ ենք ձեզ, որ ընտրել եք Armenian TV-ի բարի լույսը։ Հենց այս պահին դիտում եք մեզ, մենք ասենք ձեզ մեկ անգամ ևս, որ շատ սիրում ենք եւ իսկապես ամեն ինչ արվում է հենց ձեզ համար։ Դե ինչ, մենք անցնենք աշխատանքի, խոսքը փոխանցելով Ավետին եւ Անահիտին։ Ձերն է, համեցեք։ Այո, Սաթ եւ Էլիզա, շատ շնորհակալ ենք։ Մենք ուշի ուշով հետևեցինք, հասկացանք, թե ինչ է տեղի ունենալու, ինչ յուրահատուկ եւ համեղ աղցան է պատրաստելու, նաեւ շատ առողջարար։ Իսկապես, եթե ես լինեի տանը, վստահ ձեզ հետ միասին հաստատ կպատրաստեի։ Հուսով եմ մեր հեռուստադիտողները հենց այդպես էլ կանեն։ Այո, իսկ այս պահին ես շատ եմ ուզում իմանալ, ես պիտի խնդրեմ եւս մեկ անգամ հոգեբանական կարևոր հարցի մասին, Ավետ։ Հոգեբանական կարևոր հարցի մասին, հասկացա։ Այո, ես չգիտեմ դու ինչ էիր ուզում իմանալ, բայց ես կարծում եմ, որ պետք է իմանանք հոգեբանական շատ կարևոր մի հարցի պատասխան։ Մենք պիտի իմանանք աստղերի մասին, թե հոգեբանականի մասին։ Հոգեբանականի մասին արի իմանանք, գիտես ինչու՞, որ ավելի հանդարտ աստղերի նորություն։ Իսկապես, այո, շարունակենք ընթացքը։ Տեղեկատվական, այո, այդ թոհուբոհի համացանցային դարաշրջանում հոգեկան առողջության պահպանումը դարձել է ժամանակի հրամայականը, կարելի է ասել, սիրելի հեռուստադիտողներ։ Մեզանում շատ կարևոր է, որ յուրաքանչյուր խնդիր ունենա անհատական մոտեցում ու անհրաժեշտ է ժամանակին խոսել ու բարձրաձայնել այն ամենի մասին, ինչը ձեզ անհանգստացնում է։ Եվ հոգեբան Իրենա Մանթևոսյանը հենց այսօր էլ անդրադարձել է հոգեբանական կարևոր հարցերից մեկին, որի պատասխանն էլ առաջարկում եմ լսենք միասին։ Այո, հենց հիմա։ Բարի լույս։ Շնորհակալության զգացումը պարզապես քաղաքավարություն չէ, այլ հզոր հոգեբանական գործիք, որն օգնում է մեր ուղեղում ակտիվացնել այն կետերը, որոնք պատասխանատու են երջանկության, բավարարվածության և գոհունակության համար։ Շնորհակալ լինելը նման է դոմինոյի էֆեկտի, որքան շատ ենք մենք կենտրոնանում այն ամենի վրա, ինչի համար մենք շնորհակալ ենք, մեր կյանքում ավելի շատ են լինում լավ բաները։ Ամեն օր քնելուց առաջ փորձենք վերհիշել 5 կետ, ինչի համար մենք շնորհակալ ենք։ Դա կարող են լինել չնչին փոքրիկ կետեր, օրինակ, որ մենք այդ օրը ցանկություն չունեինք մարզվելու, ժամանակ չունեինք, բայց սակայն կարողացանք գնալ եւ մարզվեցինք, կամ մեզ կարողացանք համով եւ առողջարար նախաճաշ պատրաստել։ Երբ մենք շնորհակալ ենք լինում, մեր շուրջ ամեն ինչ կարծես սկսում է փոխվել եւ փոփոխվել, եւ որքան ավելի շատ ենք մենք ֆիքսված այն ցուցակի վրա, թե ինչ ունենք մեր կյանքում, մենք չենք նկատում, թե ինչերն են պակասում մեր կյանքում։ Պետք չէ երբևէ սպասել մեծ առիթների, լուրջ հաղթանակների կամ մեծ նվերների, որպեսզի լինենք շնորհակալ։ Իրականում շնորհակալ լինելու զգացումը օգնում է մեզ մեր կյանքը ավելի լավը դարձնել, եւ երբ մենք երջանիկ ենք, մեր շուրջ մարդիկ նույնպես լինում են շատ երջանիկ։ Դե ինչ կրկին բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, մենք այսօր խոսեցինք, որ շատ յուրահատուկ է լինելու օրը, շատ հետաքրքիր է լինելու ու նաև շատ առողջարար սննդի մասին ենք խոսելու, որովհետև Էլիզան մեզ հետ է, բայց ցանկացած առողջ սննդի հիմք նաև կարևոր են համեմունքները, ինչպես այն համեմված Անահիտ, համաձայն ես։ Բահամը, բահոտը։ Բահամը, բահոտը։ Իսկ Սաթի առաջարկած յուրաքանչյուր բաղադրատոմս էլ ավելի համեղ են դարձնում անփոխարինելի մառանիկի համեմունքները եւ հավատարիմ մնալով մարդու կյանքը վառ զգացողություններով համալրելու առաքելությանը սպառողներին ենք ներկայացնում համի իսկական հրավառություն մառանիկ ապրանքանիշը։ Կատարելության ճանապարհին կարևորվում է ամեն մանրուք, բաղադրիչների ընտրությունից մինչև արտադրական գործընթաց եւ որակի խիստ վերահսկում։ Արդյունքում ստեղծվում է արտադրանք, որը լի է անկրկնելի եւ քիմքին հաճելի յուրահատուկ համերով։ Ոչ միայն արտադրանք, այլ պատմություն, ոչ միայն համ, այլ մշակույթ։ Ընտրյալ հատիկ, ամի գաղտնիք, մառանիկ։ Այո։ Շարունակում ենք մեր եթերը, սիրելի հեռուստադիտողներ, եւ այս պահին, քանի որ Էլիզան եւ Սաթը շատ կարեւոր գործով են զբաղված խոհանոցում, առաջարկում ենք տեղափոխվել խոհանոց, տեսնել թե ինչ է կատարվում խոհանոցում եւ ինչ մանրամասներ մեզ կներկայացնեն Սաթենիկը եւ Էլիզան։ Այո։
Շնորհակալություն խոսքը փոխանցելու համար, իսկապես շատ կարևոր գործ ենք անում, որովհետև կերակրում ենք մեր հայ ազգին առավոտ շուտ։ Հատկապես այն ժամանակ, երբ որ Էլիզան գալիս է այստեղ ամեն երկուշաբթի, ոչ միայն ես եմ սիրում, ոչ միայն հեռուստադիտողները եւ ասեմ Բարելյուսյան տան անդամները։ Շնորհակալ եմ շատ։ Մենք էլ ենք շատ շնորհակալ։ Էլիզա ջան, խնդրում եմ հեռուստադիտողներին, ասա այսօր ինչ ենք պատրաստում, հատկապես այն հեռուստադիտողներին, ովքեր հենց նոր միացան։ Այո։ Մենք խոսել ենք քինոյի օգտակարության մասին, ես էլի հարցեր ունեմ պատրաստած, բայց կխնդրեմ, որ դու ներկայացնես։ Շատ լավ, այսօր ինչպես հասկացաք, մենք պատրաստում ենք քինոայով աղցան, իսկ ես արդեն նախապես ասացի, որ քինոան բուսական սպիտակուցների մեջ այն լիարժեք սպիտակուցն է, որը շաբաթակային 3 անգամ պետք է լինի մեր սննդակարգում, եւ իհարկե խոսեցինք ճիշտ համադրությունների մասին։ Ես աթենիկ, բայց ես չներկայացրեցի, որ քինոան շատ լավ է համադրվում, հատկապես Ֆետա տեսակի պաներով, այո, որովհետև սպիտակուցի մակարդակը ել ավելի ենք բարձրացնում ու շեշտում ենք, այսինքն դարձնում ենք ել ավելի սպիտակուցային հարուստ սննդակարգ, եւ այսպես, այստեղ մենք ունենք արդեն կտրտված կարմիր բուլղարական պղպեղը, հակաօքսիդանտներով, այո, հարուստ, ինչպես նախապես եւս մեկ անգամ շեշտեմ, որ այս շրջանում պետք է հակաօքսիդանտ պարունակող սննդամթերքները շատ լինեն մեր օրգանիզմում, որպեսզի դիմադրողականությունը բարձրանա եւ այս աշնանային վիրուսներից խուսափենք։ Առաջարկում զուգահեռ պատրաստենք թանձրուկը, ոչ միայն ներկայացնենք, ներկայացնենք եւ խոսենք։ Ավելացրու կարմիր պղպեղ, թանձրուկը։ Ինչպես անեմ։ Մենք այստեղ ունենք բարձր որակի ձիթայուղ, ես միշտ շեշտում եմ, այս անգամ եւս կավելացնեմ, եթե ընտրում ենք ձիթայուղ, պետք է պարտադիր ուշադրություն դարձնենք, թե ինչպիսի տարայի մեջ է, նախ պետք է լինի ապակյա, հետո պետք է լինի մուգ տարայի մեջ, որից հետո արդեն կարող ենք նայել ձիթայուղի որակը, որովհետև եթե ձիթայուղը թափանցիկ տարայի մեջ է լինում, արևի հետ շփումից առաջանում են բավականին տոքսիններ, որը օրգանիզմի համար վտանգավոր է եւ վնասակար։ Շատ բարի։ Կխնդրեմ, որպեսզի սկսես արդեն պատրաստել։ Ես էլ այդ պահին ներկայացնեմ մեր գործընկերոջը։ Մենք մսային այստեղ ոչինչ չունենք, իհարկե Այստեղ մենք ունենք քինոա, որը ամինաթթուներով հարուստ է, մսին փոխարինում է, բայց աթենք առաջարկում է նագետներ, աթենք առաջարկում է հավի ձողիկներ, որը մենք շատ սիրում ենք։ Իսկ այս պահին ձեր էկրաններին է, ուզում եմ ներկայացնել մեր գործընկերոջ կողմից մեր սիրված նագետները։ Հենց այս պահին իհարկե ձեր էկրաններին է։ Մսամթերքի շուկայում բացարձակ առաջատար աթենք ընկերությունը 1 տասնամյակից ավել է, ինչ առաջատար է նաև Հայաստանում կիսաֆաբրիկատների ամենալայն արտադրության ոլորտում։ Սա նշանակում է, որ աթենքը ստեղծում է առավել լայն ընտրության հնարավորություն ընտանիքի բոլոր անդամների համար, ովքեր ունեն տարբեր նախասիրություններ։ Վերջերս շուկայում է հայտնվել նաև աթենքի հավի նագետների բազմազան տեսականին։ Եվ այն միանգամից սիրվել է սպառողների կողմից։ Ընդգծենք, որ աթենքի հավինագետները պատրաստվում են բացառապես հավի կրծքամսից։ Հավինագետների յուրաքանչյուր տուփ պարունակում է մինչև 47.6 գրամ սպիտակուց, ինչը նշանակում է, որ այն ունի սննդային բարձր արժեք եւ հարմար սնունդ է սպորտով զբաղվողների, պարզապես իրենց սննդակարգին հետևող ընտանիքների համար։ Տարբեր համային նախապատվություններ ունեցող մարդկանց համար աթենքը առաջարկում է հավինագետների տարբեր համային տեսականի՝ դասական, պաներով, կծու, խրթխրթան, խոզապուխտով, ինչպես նաև ունի հավի ձողիկներ, դասական տարբերակը, յուրաքանչյուր նագետ փափուկ է, նուրբ է, իսկ արտաքին շերտը պատված է խրթխրթան պաքսիմատով։ Դե իսկ աթենքի հավի նագետների պատրաստումը տևում է ընդամենը 4-ից 6 րոպե։ Աթենքի հավի նագետները կարելի է դարձնել եւ հիմնական ուտեստ եւ օրինակ կինոդիտման կամ ընկերական հանդիպումների անբաժան խորտիկ, քանի որ այն հեշտ է պատրաստվում եւ ընկերական հանդիպումները դարձնում են ել ավելի հետաքրքիր եւ ել ավելի ժամանցային։ Եվ վստահ եմ, ել ավելի համեղ կդարձնի ձեր օրը, եթե պատրաստեք այսօրվա մեր կողմից առաջարկված սիրով պատրաստված քինոյով աղցանը, որի մեջ ներառվում է քինոա, բուլղարական պղպեղ, չերի տեսակի լոլիկ, ֆետա պանիր, ռուկոլա, այո, եւ ձիթայուղով պատրաստող մեր թանձրուկը, որը այսպես կիսատնած, հիմա կշարունակենք պատրաստելը։ Ինչ եմ ավելացնելու այստեղ։ Բիբարները, պղպեղը եւ կարմիր, այո, փոքր ավելի շատ կողմից առաջարկված։ Շեշտում ենք վիտամին C-ն, այո, այստեղ մի փոքր սև պղպեղ
Եվ որից հետո ավելի զգուշավոր կլինեմ, քանի որ կծու է։ Այո։ Կարմիրը պարզապես համ է տալիս։ Ահա։ Ես ճիշտ ասած ռուկոլան ուզում էի կտրատեի դանակով, բայց ես սիրում եմ առհասարակ խոտերը այսպես ձեռքով մարացնել։ Որ եթե դանակի հետ հպվում է, օրինակ հազարը, երկաթյա հատկությունը ինչ որ կա, ամբողջովին դուրս է գալիս։ Ամբողջովին չէ, բայց մասամբ դուրս է գալիս երկաթի հետ շփվում է, այո, դուք էլ տանն եք, լվացվում եք կամ ձեռնոց եք օգտագործում առհասարակ, կարող եք ավելացնել։ Կուզեմ ներկայացնել նաև մեր մյուս գործընկերոջը, Զանգեզուր թռչնաֆաբրիկան առաջարկում է հավ։ Ոչ միայն հավ, նաև ռեբրենդավորված տեսքով, կարխանութներում դուք կարող եք գտնել թևիկներ, կարաճիկ, տեսականին իհարկե հիմա ձեր էկրաններին կլինի, ես էլ սիրով կներկայացնեմ մեր գործընկերոջ կողմից առաջարկված տեսականին։ Զանգեզուր թռչնաֆաբրիկայի անարատ բարձրորակ մսամթերքը պատրաստված է բնական պայմաններում, սիրով եւ պատասխանատվությամբ։ Եվ ահա Զանգեզուրի մաքրությունն արդեն Երևանում է։ Անարատ եւ բարձրորակ թռչնամիս սիրով պատրաստված Սյունիքի լեռներում։ Հավ, ինչպես նշեցի, բդիկ, թևիկ, քարաճիկ, սիրտ եւ այլ տեսականի։ Զանգեզուր թռչնաֆաբրիկայի նոր մասնագիտացված խանութում Պարույր Սևակ 92 կոտրակ 6 հասցեում այժմ արդեն նոր ռեբրենդավորված փաթեթավորմամբ առաքումն ամբողջ Երևանում անվճար զանգահարեք 041 01 01 42 Զանգեզուր թռչնաֆաբրիկա մաքրություն, որը դառնում է վստահություն։ Իսկ մենք վստահորեն ձեզ առաջարկում ենք այսօրվա մեր աղցանը, որը արագ պատրաստվեց, որը օգտակար է պատրաստման ընթացքում վիտամիններով հարուստ, հակաօքսիդանտներով հարուստ, սպիտակուցով հարուստ, միանշանակ փորձելու աղցան է։ Եթե անգամ ոչ հենց այս պահին, անպայման երեկոյան պատրաստեք եւ փորձեք։ Իդեպ կարող ենք խոսել նաեւ կալորիականության մասին, որովհետեւ որքան ես գիտեմ ունի կալորիականություն, իսկ նրանք ովքեր օրինակ հետևում են կարգ ու կանոնին, հստակ կալորիականություն է պետք իրենց սննդակարգում հետևում են, խուսափում են, այո, ինչ կարելի անել։ Բայց ինչպես եւ միշտ մեր զրույցների ժամանակ այս պահին եւս կկրկնվեմ, պետք չի վախենալ կալորիականությունից առհասարակ։ Մենք չենք կարող խուսափել, որովհետեւ առանց կալորիա միայն ջուրն է։ Հետևաբար մեր օրգանիզմին իր բիոքիմիկ process-ների համար անհրաժեշտ են կալորիաները, սնունդը, իսկ եթե մենք խոսում ենք կոնկրետ քինոայի կալորիականության մասին, եկեք հասկանանք, որ ինքը նաեւ շատ հագեցնող է, սպիտակուցով հարուստ, կալորիական եւ հետևաբար մեկ սնունդ ընդունման ժամանակ, երբ որ մենք ընդունում ենք մեր չափաբաժինը տեղավորվելով մեր օրվա կալորիաների մեջ, բնականաբար կարող ենք օգտագործել։ Շնորհակալություն։ Ինձ թվում է ճիշտ պահն է, որպեսզի խոսքը մեր սիրելի գործընկերներին փոխանցենք, Ավետին եւ Անահիտին, դե գրեթե ամեն ինչ տեսակ ինչ մենք այստեղ արեցինք։ Մենք ձեզ շատ սիրում ենք։ Խոսքը դերն է, համեցեք։ Շնորհակալ ենք Սադ, շնորհակալ ենք Էլիզա։ Իսկապես ժամանակն է, այո, որպեսզի մենք տեղափոխվենք արդեն հյուրասրահ, որովհետեւ մեր հրաշալի հյուրերը տաղավարում են ու մենք պատրաստ ենք հրաշալի զրույց ունենալ նրանց հետ։ Իսկապես հոկտեմբերի 22-ից մինչև նոյեմբերի 3 Երևանում, Կապանում, Գորիսում եւ Գավառում մշակութային կյանքը լցվեց ֆրանսիական եւ ֆրանկոֆոն շնչով։ Կայացավ թեատրոն կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնը եւ որի հիմնական բաղադրիչներն են պարը, պերֆորմանսը եւ դրամատուրգիան։ Հայաստանն ժամանել համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանկոֆոն պարուսվիցներ, դրամատուրգներ, սպասված միջոցառումներ, ներկայացումներ եւ մշակութային իրական հրավառություն։ Այս ամենի մասին մենք զրուցելու ենք եւ այս ամենը իրականում շատ կարեւոր իրադարձություն, իրականություն դարձավ շնորհիվ Արարատ բանկի ֆինանսական աջակցության եւ մի շարք աջակիցների, որոնց թվում է նաեւ Հայաստանում Բելգիայի դեսպանությունը եւ կայացած փառատոնի եւ այլ կարեւոր աջակցությունների մասին կզրուցենք հենց մեր հյուրերի հետ։ Այո, իսկ ես սիրով ներկայացնեմ մեր հյուրերին, տաղավարում են Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկ դը Մույնքը։ Բարի առավոտ, շատ շնորհակալ ենք, որ եկել եք։ Արարատ բանկի հաղորդակցության եւ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալավերդյանը, բարի առավոտ, եւ թեատրոն կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնի համահիմնադիր տնօրեն Սաթե Խաչատրյանը, բարի առավոտ։ Բարի լույս։ Իսկ հաղորդակցության հարցում մեզ կօգնի Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիայի անդամ Խաչատուր Ադումյանը։ Շատ շնորհակալ ենք, որ հյուրընկալվել եք մեր տաղավարում եւ իսկապես մեզ համար շատ հաճելի է։ It's a big pleasure for us. Բարի առավոտ եւ նորին գերազանցություն պարոն Էրիկ դը Մույն, կխնդրենք ասել թե ինչ կարևոր դեր ունի դեսպանությունը Հայաստանում մշակութային կյանքի զարգացման ու խթանման գործում։
Bariaravot Bolori. Et donc je vais vous parler français ce matin puisque nous avons le plaisir de parler d'un festival international francophone de spectacles vivants. Այսօր ես կխոսեմ ֆրանսերենով, քանի որ մենք այդ պատիվն ու ուրախությունն ունենք այստեղ ձեզ մոտ հյուրընկալելու ֆրանկոֆոն փառատոնի շրջանակում, հետևաբար տրամաբանական է ֆրանսերենի կիրառումը։ Donc, comme vous le savez peut-être, la Belgique est en train de créer une ambassade ici en Arménie depuis 2 ans. Je suis arrivé à Erevan avec ma famille en septembre 2023 et avec pour mission de renforcer les liens bilatéraux entre nos 2 pays. Վստահաբար գիտեք, որ Հայաստանում Բելգիայի դեսպանությունը, այսպես ասած, ձևավորման փուլում է, 2 տարի առաջ է այն հիմնադրվել եւ 2023 թվականին իմ ընտանիքով ես հաստատվել եմ Հայաստանում եւ մեր նպատակն է, դեսպանության նպատակն է երկկողմ հարաբերություններ եւ գործընկերային հարաբերություններ ստեղծելու 2 երկրների միջև Հայաստանի եւ Բելգիայի։ Et donc notre action ici depuis 2 ans a été de renforcer les liens avec les autorités arméniennes, mais également de développer des activités en matière de diplomatie économique. Mais le secteur de la culture a été un secteur sur lequel on a été très attentif à développer des actions communes, que ce soit en matière de cinéma, de musique, d'édition et également de théâtre. Եվ մեր հիմնական նպատակն է եղել բնականաբար 2 երկրների պատկան մարմինների միջև հարաբերություններ ստեղծելը, դիվանագիտական հարաբերություններ ստեղծելը, բայց այն բնագավառը, որտեղ մենք նաև շատ ուշադիր ենք եղել եւ շատ այսպես մեր ուշադրության կենտրոնում է նաև մշակույթն է, հետեւաբար փորձել ենք տարիների այս 2 տարիների ընթացքում ձևավորել հարաբերություններ, նաև այսինքն գործընկերային հարաբերություններ, նաև կինոյի բնագավառում, արվեստի այլ ճյուղերում եւ նաև թատրոնի։ Et donc, bon, pour toucher le public au cœur et le public arménien, je pense que la culture est un élément essentiel. Voilà, avec Ararat Bank, nous avons soutenu notamment le concert d'Ouverphonique il y a quelques mois. Il y avait 1300 personnes dans la salle. Vous pouvez vous adresser de manière sensible à tous ces gens à la fois. C'est une opportunité incroyable de renforcer et de nous rapprocher entre la Belgique et l'Arménie. Հայ հանրության այսպես հոգուն եւ սրտին դիպչելու համար կարծում եմ որ մշակույթը ամենակարևոր գործոնն է եւ այդ առումով օրինակ մենք արդեն համագործակցել ենք Ararat Bank-ի հետ կխնդրեմ նշեք je vais vous demander Overphonic համերգի շրջանակում որտեղ 1300 հանդիսատեր կար դահլիճում եւ այս իսկապես նմանատիպ համագործակցություններն են որ կարող են իսկական կամուրջներ իրական կամուրջներ ստեղծել ժողովուրդների միջև։ Հենց այդ ձեր ասած իրական կամուրջն է, որը որ ստեղծում է մշակութային կապը Հայաստանի եւ Բելգիայի մեջ։ Այո, նոր ինտեսվանություն, գերազանցություն, ներողություն, իսկ ինչ է կարծում շարունակական կլինի այս աջակցությունը մշակութային ոլորտում։ Oui, ça, je pense que nous avons déjà parlé avec Madame Kratchatyan de projets communs à l'avenir. Encore une fois, je pense que c'est un axe essentiel de notre action ici en Arménie. Comme vous le savez, la Belgique est aussi un pays fédéral, donc nous appuyons la culture francophone, mais également la culture du nord du pays, la culture néerlandophone. On a fait venir une pièce de théâtre d'un auteur néerlandophone. Donc c'est quelque chose que l'on essaye de développer ici en Arménie. Այո, անշուշտ նման զարգացումները, այսինքն գործընկերային զարգացումները հարաբերությունների մեզ համար շատ կարևոր է եւ Տիկին Խաչատրյանի հետ մենք զրուցել ենք մեր ապագա հետագա այո մեր թատերական միության հետ մենք զրուցել ենք պարոն դեսպանի հետ հետագա համագործակցությունների մասին եւ ինչպես նշեց պարոն դեսպանը Բելգիան ֆեդերալ պետությունների, այսպես հավաքական պետությունների ամբողջություն է եւ այնտեղ կա իհարկե ֆրանկոֆոն պետությունները կան, բայց
բայց դրա հետ մեկտեղ նաև նեերլանդոֆոն մշակույթն է շատ արկա եւ մոտ ապագայում նախատեսվում է նեերլանդոֆոն այսպես մշակույթի ներկայացուցչություն այստեղ մի ներկայացում, որը իրենք անպայմանորեն բերելու են Հայաստան։ Հրաշալի։ Մենք իհարկե պարոն դեսպանին էլի հարցեր ունենք, անպայման կանդրադառնանք եւ կզրուցենք ձեզ հետ, շատ հաճելի է լսել եւ ֆրանսերենը եւ իհարկե ձեզ պարոն դեսպան, բայց այս պահին ուզում ենք անդրադառնալ թեատրոն փառատոնի աջակցման մասին, Արարատ բանկի աջակցման մասին, ինչով Արարատ բանկին գրավեց մշակութային նախաձեռնությանը աջակցելը եւ ինչու որոշեցիք աջակցել։ Ճիշտ ասած, մի քանի պատճառներ կան, ինչը մեզ ոչ թե ստիպեց, այլ դրդեց, որպեսզի համիանանք այս փառատոնին, բայց պետք է նախ եւ առաջ ասեմ, որ այն մարդիկ, ովքեր ներկայացում են նմանատիպ ծրագրեր եւ ահռելի աշխատանք են իրականացնում ծրագիրը իրականություն դարձնելու Հայաստանում, իրենց անկեղծությունը եւ անմիջականությունը եւ այն վստահությունը, որ իրենք ներշնչում են, այս բaragam կնշեմ Սաթեի անունը, ով Արտիմաշ հասարակական մշակութային կազմակերպության համահիմնադիր եւ տնօրենն է, այդ մարդիկ մեզ վստահություն են ներշնչում եւ պատճառներից մեկը, որ մենք միացել ենք այս ծրագրին, սոցիալական բաղադրիչն է եւ մշակութային ծրագրերի միջոցով տարբեր խնդիրներ վերհանել եւ դրանք հասցեագրելը հենց Արարատ բանկի սոցիալական ծրագրերի առանցքում է մշտապես գտնվում։ Այն, որ ծրագիրը ապակենտրոնացված էր, այսինքն փառատոնը մեկնարկել է Կապանում եւ ավարտվելու է այսօր, եթե չեմ սխալվում, այո, Երևանում, եւ այս մշակութային միջազգային կարևոր ծրագիրը հասանելի ենք դարձնում ոչ միայն երևաբնակ հանդիսատեսի, այլև մարզերի համար, սա շատ կարևոր է եւ այս շրջանակում շատ կարևոր է հենց երեխաների համար այն հասանելի դարձնելը, հատկապես երբ խոսքը գնում է առողջական խնդիրներ ունեցող երեխաների մասին եւ փառատոնի շրջանակում մեր աջակցությամբ իրականացվել է թվով 5 միջոցառում, առաջինը Գորիսի վերականգնողական կենտրոնում, իդեպ պետք է նշեմ այստեղ, որ թիրախավորել ենք ոչ միայն առողջական խնդիրներ ունեցող երեխաներին, այլև առողջական խնդիրներ չունեցող երեխաներին, սա հնարավորություն է տվել ապահովել ներառականությունը, 2 միջոցառում իրականացվել է Թումոյում, 1 միջոցառում Լոֆթ երիտասարդական կենտրոնում, իդեպ մուտքը ազատ էր, սա եւս շատ կարևոր բաղադրիչ էր այս ծրագրի, որովհետեւ տարբեր միջոցառումներ իրականացվել են հանդիսատեսի համար առանց տոմսի գնման անհրաժեշտության եւ մեզ համար նաեւ անչափ կարեւոր մեկ միջոցառում, որը ուրբաթ օրը տեղի ունեցավ հենց Յուլիանի անվան արյունաբանության եւ ռուցկաբանության կենտրոնում, Շվեյցարիայից ժամանած մասնագիտացված ծաղրացուները շատ հիանալի ներկայացում ընդվեցին հենց առողջական խնդիրներ եւ այդ չարիքի դեմ պայքարող, քաղցկեղ ասված չարիքի դեմ պայքարող երեխաներին տոն պարգևեցինք, այսինքն որովհետև մենք անձամբ ու ես անձամբ հավատացած եմ, որ կատարողական արվեստը իրականում կարող է բուժիչ ուժ ունենալ եւ ժպիտ պարգևել մեր երեխաներին, իսկ այս մշակույթը շատ լավ կլինի, եթե Հայաստանում եւս ունենանք եւ ունենանք նման մասնագիտացված ծաղրացուներ եւ բուժհաստատություններում եւ վերականգնողական կենտրոններում։ Այո, իսկապես շատ ճիշտ նշեցիք, արվեստը իսկապես նաեւ սիրելի հեռուստադիտողներ ձեզ եւս ուզում ենք ասել, որ արվեստը բուժիչ ուժ ունի եւ այո, նման միջոցառումները հատկապես կարեւորվում են, որովհետեւ օգնություն են եւ այո, երեխաների համար են արվում։ Իսկապես շնորհակալություն եւ սա թվով որերորդ համագործակցությունն է։ Փառատոնի շրջանակում թվով առաջին համագործակցությունն է Արտիմաշ հասարակական մշակութային կազմակերպության հետ, բայց թվով երկրորդը Բելգիայի դեսպանության հետ, ինչպես դեսպանը նշել էր, միասին աջակցել ենք հանրահռչակ Հուվերֆոնիկ բելգիական ուրեմն համերգին այստեղ Հայաստանում, որն իդեպ եւս սոցիալական բաղադրիչ ուներ եւ շուտով մենք նաև կհայտարարենք դրա մասին մեր ուրեմն գումարի
որոշ հատված, որը ուղղվել էր հենց համերգի կայացմանը, ուղղվել էր հենց Երևանի լսողության խանգարումներ ունեցող հատուկ կրթահամալիրին, հենց իրենց երեխաների համար կրթական պայմանների բարելավմանը, եւ գիտեք, մի տեսակ հաճելի է, երբ մասնավոր եւ դիվանագիտական հատվածը համագործակցում են այս շրջանակում եւ այս առիթով եւս պետք է ասեմ մեծ շնորհակալություն դեսպանին այս համագործակցության համար։ Իդեպ նախապես ոչ մի կողմ չի իմացել համատեղ համագործակցության մասին, այսինքն մենք տարբեր ժամանակներում գաղափարը, որովհետև շատ հաճելի է նաև այն տեսանկյունից, որ անկախ կառույցներից մենք ունենք նույն արժեքները եւ նույն ճաշակը ծրագրերի ընտրության հարցում։ Կարծես Սաթեն էլ ձեզ միավորել է եւ Սաթեի աշխատանքն էլ ձեզ միավորել է։ Սաթե, այդ դուք ներկայացնում եք մշակութային առումով միշտ Հայաստանը ներկայացնում եք շատ կարևոր կետերում եւ նաեւ Հայաստան եք բերում շատ կարևոր անձանց։ Խոսքս իհարկե թեատրոնի մասին է։ Այս տարի ինչն է նպատակը եւ առհասարակ ինչով է առանձնանում այս տարի փառատոնը։ Շնորհակալություն։ Նախ իբրև փոքրիկ հիշեցում ասեմ, որ թեատրոն կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը կազմակերպվում է այս տարի առաջին անգամ։ Սա մեր առաջին թողարկումն է եւ անպայմանորեն ուզում ենք ամեն ինչ անել, որ այն լինի ամենամյա։ Փառատոնը նպատակ ունի Հայաստանը դարձնել ժամադրությունների վայր հայ եւ ֆրանկոֆոն միջազգային ճանաչում ունեցող արվեստագետների միջև, որովհետեւ եթե նայեք մեր ծրագիրը փառատոնի, կնկատեք, որ այնտեղ ոչ միայն ներկայացումներ են, այլև աշխատարաններ եւ դրամատուրգիական ռեզիդենցիաներ, որոնք բավականին մեծ հատված են կազմում։ Մենք նշեցինք, որ երկու հիմնական ուղղություն ունի՝ պարը, պերֆորմանսը եւ դրամատուրգիան, բայց իրականում 3 բաժնից է բաղկացած, կա նաեւ սոցիալական բաղադրիչը, որի մասին Տիկին Ալավերդյանը նոր նշեց, եւ այդ սոցիալական բաղադրիչը շատ կարեւոր է մշակույթի հասանելիության տեսակետից, այսինքն մշակույթը պետք է լինի հասանելի բոլորի համար։ Դրա համար մեր թատերական միությունը, Սատեատրը եւ նաեւ Արտիմաժ մշակութային հասարակական կազմակերպությունը մշտապես հանդես են եկել մշակութային ապակենտրոնացման ուղղությամբ արված աշխատանքներով։ Մենք բազմիցս հանդես ենք եկել ներկայացումներով Գյումրիում, Գորիսում, Գավառում, Վանաձորում, Արտաշատում եւ այս անգամ աշխարհագրությունը ավելի մեծացրինք եւ ընդգրկեցինք նաեւ Կապանը, որի հետ համագործակցելու ցանկություն վաղուց ունեինք։ Մյուս կարևոր բաղադրիչը սոցիալական իմաստով հետեւյալն է, այն եթե ներկայացմանը չեն կարող գալ, եթե հանդիսատեսը չի կարող գնալ ներկայացումը պետք է գնա հանդիսատեսի մոտ։ Սա շատ կարևոր է եւ նույնիսկ ապակենտրոնացման մեջ կա նաեւ այդ բաղադրիչը, որովհետեւ կան մարդիկ, ովքեր օրինակ կցանկանային Երևանում մասնակցել դրամատուրգիական ռեզիդենցիայի, բայց դրա հնարավորությունը չունեցան։ Մենք Երևանից 2 դրամատուրգների, ֆրանսիացի դրամատուրգի հետ տեղափոխեցինք Կապան։ Մեր բելգիացի դրամատուրգին Ժնևիև Դամասինով շատ հայտնի է թատերական աշխարհում, Եվրոպայում, նրա դրամատուրգիական ռեզիդենցիան իրականացվեց Գավառի պետական դրամատիկականի հետ։ Իսկ վերադառնալով սոցիալական կոմպոնենտին, որը նաև մեր Արարատ բանկի հետ ունեցած համագործակցության հիմքում է, պետք է նշեմ, որ մեր առաջին հանդիպման ժամանակ մենք հասկացանք, որ այն կարևոր շեշտադրումները, որ փառատոնն ուներ իբրև մշակութային գործոն եւ սոցիալական պատասխանատվություն, որովհետեւ սա շատ կարեւոր է այս տերմինն առհասարակ եզրույթը հասկանալ եւ կարեւոր է որ սոցիալական պատասխանատվությունը նաեւ իբրև եզրույթ հասկանալի լինի կամ ընկալելի, ընդունելի եւ կիրառելի լինի նաեւ արվեստագետների համար։ Մենք հասկացանք մեր զրույցից, որ մեր ընդհանուր կետերը եւ նպատակները համընկնում են եւ դա շատ ուրախալի էր ինձ համար իբրև արվեստագետի, ով բազմաթիվ նախագծեր արել եւ այս անգամ դիմել է մասնավոր ընկերության։ Երբ նման առաջարկին արձագանքում են դրականորեն ինստիտուտները, պետական կառույցները, դա բնական է, բայց Արարատ բանկը օրինակ մեր ծրագրում շատ նախագծեր կան Մուրադ Մերզուկի Պիքսել ներկայացումը, որը շատ ավելի մեծ, այսպես ասած, հնչեղություն է վայելում, հա, շոուի տեսակետից ավելի մեծ է, Յոան Բուրժուայի նախագիծը, այսինքն ես շատ իսկապես ինձ համար կարևոր է փաստել դա, որ մասնավոր ընկերությունը ոչ թե ցանկացավ իրեն ասոցացնել մի նախագծի կամ այսինքն այնպիսի միջոցառումների, որոնք շատ ավելի մեծ հանդիսատես ունեն, շատ ավելի մեծ հնչողություն ունեն, այլ բացառապես սոցիալական
ֆինանսական բաղադրիչ իրենց մեջ պարունակող նախագծի, որը օրինակելի է, ես հույս ունեմ, որ այլ ընկերություններ եւս կոգեշնչվեն։ Հենց դա է ուզում ասել, թե որքանով է կարևորում, որ առհասարակ նման մեծ ընկերությունները, նման մեծ կազմակերպությունները եւ նաեւ դեսպանությունները, ինչու ոչ Հայաստանում գործող այլ դեսպանություններ գուցե մասնակից են դառնում նման կարևոր ու այո, ձեր ինչպես նշեցիք, սոցիալական պատասխանատվություն կրող միջոցառումներին։ Այդ կարողությունը երկու բաղադրիչ ունի, նախ ունի ֆինանսական բաղադրիչ, որովհետև առանց մեր գործընկերների ֆինանսական աջակցության հնարավոր չէ որքան էլ շատ լավ գաղափարներ եւ նպատակներ ունենանք, անհնար է այսօր իրականացնել որևէ բան։ Ես պարզապես փակագծերում հիշեցում իբրև, որովհետև խոսեցինք բելգիացի դրամատուրգի Հայաստան ժամանելու մասին, բայց մոռացա նշեմ, որ պարոն դեսպանի անհատական ջանքերով իրականացվեց դա, որովհետև ոչ միայն դեսպանությունը աջակցեց բելգիացի դրամատուրգի պրոյեկտին, այլև պարոն դեսպանը հատուկ նամակ ուղարկեց Բելգիա, նաև Webey հանրային ինստիտուտին, որպեսզի իրենց աջակցությունը լինի նաև մնացած ծախսերի իրականացման համար։ Մեր փառատոնին այս տարի միացել են միայն Բելգիայի դեսպանությունը եւ Հայաստանում ֆրանսիական դեսպանատունը եւ ֆրանսիական ինստիտուտը։ Մենք ունենք նաև արտիստներ Շվեյցարիայից, այս անգամ չկարողացանք Շվեյցարիայի դեսպանության աջակցություն ունենալ, բայց հուսամ, որ հետագայում դա իրականություն կդառնա։ Իսկ մասնավոր ընկերությունների աջակցությունը կարևոր է եւ բարոյական տեսակետից, որովհետեւ դա նաեւ ինչ որ առումով փոխում է վերաբերմունքը մարդկանց, որովհետեւ բանկի մասին միշտ մենք ընկալում ունենք, որ բիզնես կենտրոն է, իրենց նպատակը բացառապես բենեֆիտ ապահովելն է, շահ ապահովելն է, բայց նմանատիպ միջոցառումները նաեւ հանրային մտածողության մեջ որոշակի բան են փոխում եւ դա կարեւոր է։ Դա թե ինձ թվում է ձեր խոսքից հետո շատ մարդիկ Արարատ բանկի եւ Բելգիայի դեսպանատան դռներ ուղղակի սկսեն թակել անդադար եւ թակում են, բայց դուք ընտրում եք, ես հասկացա, դուք ընտրում եք ամենալավերը։ Որտեվ մեզ համար կարևոր է բովանդակությունը։ Իսկ Սաթեի հետ առաջին հանդիպումը ու ընդհանրապես այն ծրագրերը, որոնք մենք ֆինանսավորում են, մարդիկ խոսում են նախ բովանդակության մասին։ Այն կազմակերպությունները եւ հաստատությունները, որոնք առաջին հերթին խոսում են ֆինանսական աջակցության մասին, մեզ համար այդ նմանատիպ ծրագրերը հետաքրքիր չեն, որտեղ երկարատև կամ թեկուզ կարճատև ազդեցություն չեն ապահովի։ Շնորհակալ ենք Տիկին Ալավերդյան։ Նորին գերազանցություն պարոն Էրիկ Դմույնգ։ Բելգիայի թագուհի Մաթիլդան հոկտեմբերի 13-ից 15-ը աշխատանքային այցով եկել էր Հայաստան որպես ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների պաշտպան։ Կարող եք պատմել այս այցի մասին, դրա նշանակության ու Հայաստանի ու Բելգիայի հարաբերությունների համար ինչ նշանակություն ուներ այս այցը թագուհու։ Merci pour votre question. Effectivement, la reine Mathilde était en Arménie il y a 3 semaines en sa qualité d'ambassadrice des objectifs du développement durable. Շնորհակալություն հարցի համար, այո, Բելգիայի թագուհին Մաթիլդը Հայաստանում էր 3 շաբաթ առաջ մոտավորապես եւ իբրև դեսպան, այսպես en tant que qualité d'ambassadrice des objectifs du développement durable. Այսպես երկարատև համագործակցությունների տրամաբանության մեջ, այսինքն իբրև դեսպան հետագա համագործակցությունների C'est un mandat qui tient très à cœur de la reine. Régulièrement, elle fait des visites dans le monde. Elle était en Côte d'Ivoire récemment, au Costa Rica. Et donc, elle a souhaité venir ici en Arménie pour voir l'état de progression des objectifs des Nations Unies ici dans le pays. Թագուհու համար շատ կարևոր է այդ գործոնը, այսինքն այդ մանդատն այսպես ասած, եւ նա տարբեր երկրներում է եղել, ինչպես Côte d'Ivoire-ում, Côte d'Ivoire et quel pays? Costa Rica-ում եւ աշխարհի տարբեր երկրներում եւ կարևոր է իր համար նաեւ գալ Հայաստան հասկանալու համար, թե երկարաժամկետ զարգացումները եւ նման ծրագրերը ինչ ընթացք ունեն այստեղ։ Je ne vous cacherai pas non plus que la famille royale dans son ensemble a un lien particulier avec l'Arménie, puisqu'ils étaient venus en visite privée en 2018, donc il y avait un désir personnel aussi de la part de la reine de revenir ici dans le pays. Չեմ թաքցնի նաև, որ թագավորական ընտանիք առանձնահատուկ վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամբ, նրանք Հայաստանում են եղել 2018 թվականին եւ անձամբ թագուհու համար իսկապես շատ կարեւոր էր եւս մեկ այց կատարելը Հայաստան, որի շրջանակներում նա եկավ։
Հրաշալի։ Շնորհակալություն եւ հուսով ենք, որ ֆրանկոֆոն երկրների միջև մշակութային այս երկխոսության հիմքը արդեն դրվել է ձեր շնորհիվ եւ կարծում ենք, որ այս համագործակցությունը պետք է որ տևի երկար եւ շատ ասելիք եւ ինչպես նշեցիք, մեծ բովանդակություն ունի, որ պետք է կատարածվի։ Շնորհակալություն, մերսի Բոգոս, շնորհակալություն։ Դուք ունեք ավելացնելու բան։ Ես իբրև ամփոփում պարզապես նշեմ, որ շատ կարեւոր էր այս համագործակցությունը թե դեսպանության հետ, թե Արարատ բանկի հետ եւ այս փառատոն իրականություն դարձավ նաեւ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ եւ Հայաստանի Հանրապետությունում արտաքին գործերի նախարարության, որովհետեւ այս քայլով Հայաստանի Հանրապետությունը նաեւ փաստում է իր կարևոր դերակատարությունը ֆրանկոֆոն աշխարհում, իր, այսինքն, որովհետեւ 2012 թվականից Հայաստանի Հանրապետությունը ֆրանկոֆոն միջազգային կազմակերպության անդամ է, ֆրանկոֆոն երկրների անդամ է, 18 թվականին Հայաստանը հյուրընկալեց ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովը, 27-ին կհյուրընկալի ֆրանկոֆոն խաղերը եւ այս համայնապատկերում իհարկե այս փառատոնը կարևոր էր եւ այդ կարևորությունը նաեւ Հայաստանի Հանրապետությունն է նշում եւ նաեւ ուրախ եմ, որ այդ կարևորությունը նաեւ այսպես սրտամոտ է մեր կառույցների համար։ Ինչքան կարևոր մարդիկ մասնակցում են այդ կարևոր այն բոլոր աջակցություններին, այն բոլոր նպատակներին, որոնք որ դուք ասացիք։ Փակման արարողությունն է երեկոյան ժամը 7-ին Կասկադ համալիրում մուտքն ազատ է, համեցեք վայելելու Յոան Բուրժուայի պերֆորմանսը եւ Կադերատուի պրելյուդ ներկայացումը։ Վերջին կարևոր ինֆորմացիոն։ Շատ շնորհակալ ենք, որ առավոտը սկսեցիք մեզ հետ, ձեզ երկարատև համագործակցություն եւ նորանոր հրաշալի գաղափար։ Շնորհակալ ենք։ Դե սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք, այո, ինչպես արդեն նշեցինք, այսօր կարող եք մասնակցել փակման արարողությանը, մասնակիցը լինել այս կարևոր եւ հետաքրքիր ֆրանկոֆոն փառատոնի։ Իսկ այս պահին մենք շարունակում ենք, սիրելի հեռուստադիտողներ, իհարկե կշարունակենք, բայց կարճատև գովազդով մնացեք մեզ հետ։ Բարի լույս, սիրելի հեռուստադիտողներ, շնորհակալություն, որ միացաք մեզ։ Այո, բարի լույս, շնորհակալ ենք, որ մեզ հետ եք, ինչպես ասած իմ գեղեցկուհի գործընկերուհին։ Իսկ մենք ինչպես խոստացել ենք, շարունակում ենք զրույցները հետաքրքիր։ Այո, շատ կարևոր զրույց ենք ունենալու ու շատ կարևոր թեմայի ենք անդրադառնալու, սիրելի հեռուստադիտողներ։ Նոյեմբերի 10-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա Նվիրում հերոսին Նորայր Արտեմյանին խորագրով դաշնամուրային համերգը, որը նվիրվում է 19-ամյա Նորայրին, ով զոհվեց 44-օրյա պատերազմի ժամանակ։ Նա զինվոր էր, գյուտարար, մտածող, հայրենասեր, ով իր երիտասարդ կյանքով օրինակ դարձավ իր սերնդի համար, իսկ մենք Նորայրի ու քաջ հերոսների շնորհիվ այսօր դեռ ունենք հայրենիք։ Այս կարևոր համերգի եւ մեր հերոսի մասին կզրուցենք մեր հյուրի հետ։ Այո, տաղավարում է Նորայր Արտեմյանի քույր, Դաշնակահարուհի, արվեստագիտության թեկնածու, միջազգային մրցույթների դափնեկիր Լիլիթ Արտեմյանը։ Բարի լույս, շնորհակալություն հյուրընկալվելու համար։ Իսկապես շնորհակալ ենք, որ առավոտը սկսում եք այսօր մեզ հետ եւ երևի թե խոսենք հենց համերգի մասին, ինչպես ծնվեց գաղափարը։ Բարի լույս, նախ շնորհակալ եմ հրավերի համար, շատ հետաքրքիր կարծում եմ զրույց կստացվի, այսպես ուրեմն համերգի գաղափարը դեռևս 2022 թվականից պտտվում էր իմ մտքում եւ քանի որ ցավը շատ խորն էր եւ դժվար էր այդ զգացմունքները զսպել, որ կարողանալ ելույթ ունենալ, ես անընդհատ հետաձգում էի։ Առհասարակ 20 թվականից հետո պատերազմի այդ չարաբաստիկ պատերազմից հետո որոշել էի թողնել բեմական գործունեությունը եւ այլևս չնվագել, բայց եղբորս ձայնը, թե մղումը, ուժը ինձ ստիպեց, որ պետքա շարունակել, պետքա ելույթ ունենալ, պետք է շարունակել այն գործը, որ կատարել ենք։ Եվ շարունակել նաև իրենց նվիրյալ գործը, որ իրենք արեցին։ Իսկապես չէ, որ նրանք զոհել են ամենաթանկը կյանքը, իսկ մենք այդ կյանքը պետք է ապրենք եւ շարունակենք։ Այս բaragայում դուք ունեք հրաշալի տաղանդ, եւ այդ տաղանդը կարծես թե ձոնվում է ձեր եղբոր հիշատակին։ Լիլիթ, համերգային ծրագրի մեջ ընդգրկված են Բեթհովեն, Ֆրանկ եւ ժամանակակից կոմպոզիտորներ։ Ինչու եք ընտրել հենց այս ստեղծագործությունները։ Այո, գիտեք, ծրագրի ընտրությունը եւս պատահական չէ։ Եղբայրս դասական երաժշտության մեծ սիրահար էր։ Իմ միջոցով ծանոթանում էր հայ եւ համաշխարհային կոմպոզիտորական արվեստի ձեռքբերումներին եւ պատերազմից առաջ շատ էր լսում Բեթհովենի 5-րդ սիմֆոնիան շատ։ Բեթհովենի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ուներ եւ այդ պատճառով որոշեցի Բեթհովենի 17-րդ սոնատը ընդգրկել
որի մեջ որի մեջ սերը այնքան շատ է, որ կարծես այստեղ զուգահեռներ եմ անցկացրել իրեն հետ։ Ինքը սեր էր, ինքը իր շուրջ սեր եւ լույս էր սփռում միշտ։ Եվ երկրորդը Ֆրանկի պրելյուդ, ֆուգա եւ վարիացիա ստեղծագործությունը իմ ընտրությամբ է արդեն եղել, որովհետեւ այս ընթացքում ապրել, այսինքն ապրել չէ, գոյատևել, ստիպեց աղոթքը առաստված եւ մենք ինչպես գիտենք Ֆրանկը հոգևոր կոմպոզիտորներից մեկն էր ռոմանտիկ դարաշրջանի, ամենահոգևոր կոմպոզիտորներից մեկը եւ աղոթքը առաստված մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցում։ Եվ վերջին երկու ստեղծագործությունը ուրեմն ի ուրախություն եւ ինձ եղբայրս հայ կոմպոզիտորական արվեստում եւս իր հետքն է թողնում, այսինքն այո, իր հերոստությունը նաեւ արտացոլվեց հայ կոմպոզիտորական արվեստում եւ Վարդ Մանուկյանի եւ Միխայել Կոկժաևի ստեղծագործությունները, այո, Միխայել Կոկժաևի երկուսն էլ արվեստի վաստակավոր գործիչներ, մեր հայ կոմպոզիտորական արվեստի ակնառու ներկայացուցիչներից են։ Միխայել Արտյոմիչը նաեւ իմ գիտական ղեկավարն է, իսկ ինչպես գիտեք, ես նաեւ այսինքն ես աշխատում եմ Գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող եւ համատեղում եմ իմ թեզս պաշտպանելուց հետո ուրեմն Գիտությունների ազգային ակադեմիայի փոխտնօրեն այդ ժամանակ արվեստագիտության դոկտոր պրոֆեսոր Աննա Ասատրյանի առաջարկով աշխատանքի անցա արվեստի ինստիտուտում եւ այժմ արդեն արվեստի ինստիտուտի տնօրենն եմ։ Եվ շատ ինձ համար շատ կարևոր երկու փոխլրացնող միմյանց այդ գիտական եւ կատարողական գործունեությունը ես համատեղում եմ հիմա եւ նաեւ իմ գիտական հետաքրքրությունների մեջ է անկախության շրջանի երաժշտական արվեստը, որի մեջ նաեւ կոմպոզիտորական արվեստն է եւ այսինքն մեր կոմպոզիտորները չնայած այս տարիների դժվարությունների եւ այլն ունեն շատ մեծ ժառանգություն եւ ունեն որոնք ուսումնասիրության կարիք ունեն։ Հիմա իրենք անդրադարձել են, այսինքն գաղափարը ինչպես ծնվեց։ Ես մի փոքր ուզում եմ պատմել էլի սրա մասին։ Արվեստագիտության տեխնացու վաստակավոր արվեստի գործիչ Միխայել Կոկժաևը իմ ատենախոսության գիտական ղեկավարն է եղել։ Եվ այս պատերազմից հետո ինքը առաջարկեց, ինքը իր ցանկությամբ, ասեց ես ստեղծագործություն եմ գրելու եւ նվիրելու եղբորը Թիշատակին։ Ու օրորոցային ստեղծագործությունը նվիրված է հենց առաջինն է եղել եւ երկրորդը արդեն Վարդ Մանուկյանի ստեղծագործությունը ես գիտեք գաղափար ծնվեց որ շարք ստեղծել էսպիսի եւ ինչպես արձագանքեցիք եւ լսեցիք այդ ստեղծագործությունները առաջին անգամ։ Ես ձեզ մեծ սիրով հրավիրում եմ համերգին, որ դուք լսեք, տեսնեք, ես միջև նվագում եմ այդ ստեղծագործությունները։ Դուք չեք պատկերացնի, թե իրենք ինչպես են գրել եւ հիանում եմ եւ նվագելու շատ ծանր է ինձ համար, բայց ես կփոխանցեմ այն ինչ որ իրենք կերտել են։ Իսկ կարելի է ասել որ տեսեք երկխոսությունը ձեր միջև ձեր եւ ձեր եղբոր միջև այս դաշնամուրային համերգը։ Այո, երկխոսություն է եւ իր կատարած մեծ գործը, ինչպես նշեցիք դուք, իրենց ամենաթանկը տվեցին մեր երկրին, մեր պետությանը, մեզ բոլորիս։ Եվ մենք պետք է կարողանանք իրենց հերոս անունը, որովհետեւ ես համարում եմ, որ իմ եղբոր գլխավորությամբ մնացած բոլոր այդ անմահացածները հերոսներ են եւ մենք պետք է խոնարհվենք, փառաբանենք ամեն օր եւ պահենք մեր սրտում եւ համերգն էլ ինքնին այդ նպատակին է, այո, այդ նպատակին է ծառայում։ Իսկապես համաձայն ենք եւ կիսում ենք ձեր ցանկացած արտաբերած խոսք եւ գիտեք շատ իսկապես դժվար է հերոսի մասին խոսել անցյալով, բայց հետաքրքիր է, որ նրանք կարծես թե ապրում են մեր իրականության մեջ նրանց կատարած գործերով։ Այս պարագայում ձեր եղբայրը նաև հողմաէներգետիկ տեղակայանքը
ստեղծեց, հեղինակներ գյուտի, որովհետև նաև գյուտարարը եւ կարծես թե հանրահրճակեց նաև միջազգային իր անունը, որովհետև սա գյուտ է ոչ միայն մեզ համար, այլ նաև միջազգային բնույթ։ Եվ ունի միջազգային արտոնագիր այս գյուտը։ Այո, կխնդրեմ մի փոքր այս մասին խոսել։ Արդյոք այս շնորհը նա ուներ փոքր տարիքից, թե հետո արդեն որպես կրթություն ստացավ։ Եվ իհարկե ես մի հարց եմ ուզում ավելացնել, ինչ է առաջացնում ձեր մեջ այն ապրումը, երբ իմանում եք, որ նրա գաղափարը ապրում է եւ կիրառելի է։ Շատ շնորհակալ եմ հետաքրքիր հարցի համար։ Ուրեմն եղբայրս փոքրուց օժտված էր մաթեմատիկական շատ լուրջ կարողություններով, այո։ Եվ գրատախտակին խնդիրը գրելիս միշտ ուսուցիչը առանց լուծելու խնդիրը ինքը պատասխանը միշտ ասել է։ Կարծել են, որ նայում է հետևից պատասխանները, բայց փորձել են, հասկացել են, որ չէ։ Շատ արտասովոր վիրտուոզ անձնավորություն։ Այո, արտասովոր կարողություններ ուներ։ Ես այս առումով շատ ցավում եմ, որովհետև մեր երկրի գիտնականներից ապագա, այսինքն գյուտարարներից շարունակաբար մենք կորուստ կրեցինք, էլի։ Այս պարագայում, բայց տեսեք, ինչ հետաքրքիր, դուք որ ասեցիք ինքը ապրում է եւ գյուտի շնորհիվ ես վստահ եմ, որ ամբողջ աշխարհը Նորայր Արտեմյան անունը դեռ շատ է լսելու, որովհետեւ այս գյուտը եթե մտնի գործնական, այսինքն ստանա իր գործնական նշանակությունը, գործնական այդ կիրառությունը եւ Հայաստանին է մեծ փառք բերելու եւ մեր ժողովրդին։ Իհարկե։ Այո։ Եվ այստեղ նաև կարող եմ ավելացնել, որ այսինքն գյուտի հետ աշխատանքը, գյուտը միասին հայրիկիս հետ են արել, մեր հայրիկը նաև տեխնիկական գիտությունների թեկնածու եւ բազմաթիվ գյուտերի հեղինակ Ռոբերտ Արտեմյանն է, ով Ագրարային համալսարանի դասախոսներից է, դոցենտ։ Եվ միասին որոշել էին, որ դնեին գիտական շրջանառության մեջ, այսինքն արտոնագրի համար դիմեին, բայց հայրիկս ասաց, որ համբերի կգաս միասին կանենք։ Եվ այստեղ հայրիկիս ջանքերով եւ մյուս գյուտի համահեղինակների Արա եւ Հրանտ Ամիրյանների ջանքերով գյուտը, այսինքն գրանցվեց մտավոր սեփականության գրասենյակում եւ նաեւ արդեն միջազգային արտոնագիր ունի։ Ես վստահ եմ կանաչ ճանապարհը դեռ հաղթելու է եւ դեռ մենք Նորայր Արտեմյան անունը լսելու ենք։ Աստված, իսկապես շատ կարևոր քայլ կլինի եւ իրադարձություն կլինի ոչ միայն ձեզ համար, մեզ համար, ամբողջ ազգի եւ իսկապես աշխարհի համար։ Կխնդրենք նաեւ եւս մեկ անգամ մեր հեռուստադիտողներին հիշեցնել այսօրվա նոյեմբերի 10-ի համերգի, այո, տեղը, ժամը Եվ սիրով հրավիրել բոլորին։ Այո։ Ես ուզում եմ իմիջիայլոց պաստառը ցուցադրենք այստեղ։ Այո, սիրով հրավիրում եմ։ Այս բան խոշոր պլանով ձեր էկրաններին է Նորայր Արտեմյանին նվիրված այս նվիրում հերոսին համերգի պաստառը, այնպես որ այստեղ էլ գրված է 10, 11, 19:00, բայց ես կուզեմ, որ Լիլիթ դուք անձամբ հայտնեք դրա մասին։ Այո։ Ուրեմն նոյեմբերի 10-ին ժամը 7-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա նվիրում հերոսին խորագրով, նվիրում հերոսին Նորայր Արտեմյանին խորագրով մենահամերգը, որին հրավիրում եմ մեծ սիրով եւ ձեզ եւ մեր բոլոր հեռուստադիտողներին եւ նաեւ ձեր ամբողջ անձնակազմին։ Խնդրեմ, շատ շնորհակալ եմ ձեզ։ Մենք ունենք հրավիրատոմսեր, սիրով։ Գիտես, ես ամբողջ ընթացքում իրականում մի բան եմ նկատել, որ ուզում եմ անպայման ասել, այս ամբողջ ընթացքում իհարկե դա ուժ է կարողանալ զսպել լարվածությունը, զսպել հեռուստատեսային լարվածությունը, բայց ամենևին խոսքը դրա մասին չէ։ Ինձ անչափ հետաքրքիր է, թե ինչպես է տեղի ունենալու համերգը, որովհետև ես ձեր ձեռքերին էի ուշադրություն դարձնում, դուք ամբողջ հարցազրույցի ընթացքում ձեռքերը սեղմած, կարծես հենց այդ ձեր ափերի մեջ այդ ուժն էի կենտրոնացնում, որ այդ օրը նվագելու եք։ Մենք ձեզ շատ հաջողություն ենք մաղթում, այդ օրը վստահ ենք, որ այո, իսկապես ձեր երաժշտությամբ, ձեր նաև ուժի միջոցով դուք եւս մեկ անգամ կապրեցնեք եւ ձեզ եւ իհարկե Նորայրին իսկապես
Եվ մեր բոլոր հերոսներին։ Այսինքն այս երկխոսությունը շատ կարևոր է ձեր եւ նրա մեջ, որն էլ հենց ապրեցնում է մեր հերոսին, որը որ անմահ է եւ ոչ միայն Արտեմի գլխավորության Նորայրի ներողություն, Նորայրի գլխավորության մեր մնացած բոլոր հերոսներին։ Շնորհակալություն ձեզ ու մեր շարունակական ուժ նմանապես կամք Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Ձեզ լավ ենք մաղթում։ Այ սիրելի հեռուստադիտողներ, անպայման այցելեք նոյեմբերի 10-ին ժամը 19:00 Արնոն Բաբաջանյան համերգասրահ մասնակցեք, լսեք, վստահ եմ, որ հրաշալի երաժշտություն բաց թողած կլինեք։ Իսկ այս պահին սիրելի հեռուստադիտողներ, գովազդն մեր եթերում։ Բարի լույս, բարի առավոտ, կրկին, շնորհակալություն, որ մեզ հետ եք եւ մենք գիտեք գնանք խոհանոց։ Գնանք խոհանոց, բայց մինչեւ խոհանոց գնալ մենք պիտի մթերքներ վերցնենք, չէ՞ մեզ հետ ախր։ Վերցնենք, ախր։ Գիտես ինչ պիտի վերցնենք։ Գիտեմ ինչ պետք է վերցնենք։ Մեր լեռներից ոսկե հասկեր, չէ, իրականում ես ուզում եմ շատ կարևոր բան ասել, մենք պիտի ներկայացնենք մեր գործընկերոջը, մեր հովանավորներից եւս մեկին, Զանգեզուրի թռչնաֆաբրիկայի անարատ ու բարձրորակ մսամթերքը, պատրաստված բնական պայմաններում, սիրով ու պատասխանատվությամբ։ Եվ ահա Զանգեզուրի մաքրությունը արդեն Երևանում է։ Անարատ եւ բարձրորակ թռչնամիս սիրով պատրաստված Սյունիքի լեռներում հավ, բդիկ, թևիկ, քարաճիկ, ինչպես ես եմ ասում, սրտիկ եւ այլ տեսականի Զանգեզուր թռչնաֆաբրիկայի նոր մասնագիտացված խանութում Պարույր Սևակ 92 կոտորակ 6 հասցեում։ Այժմ արդեն նոր ռեբրենդավորված փաթեթավորմամբ առաքումն ամբողջ Երևանում անվճար։ Զանգահարեք 041 01 01 42 հեռախոսահամարով։ Զանգեզուր թռչնաֆաբրիկա մաքրություն, որը դառնում է վստահություն։ Իսկ մենք վստահում ենք մեր գործընկերուհիներին, ովքեր այս պահին պատրաստել են մեզ համար իսկապես սննդարար նախաճաշ, դե երևի թե գնանք, տեսնենք։ Էլիզա, դե ցույց տվեք։ Շնորհակալություն խոսքը փոխանցելու համար, վարքյաններ հետո վայելելու ենք աղցանը, Էլիզայի կողմից առաջարկված, միասին ենք պատրաստել։ Շնորհակալություն։ Էլիզա, շնորհակալություն, կհանդիպենք մյուս երկուշաբթի, արդեն մոտավոր մտածել ենք ինչ ենք պատրաստելու, իսկ ձեզ, այո, սիրում ենք։ Ինչպես ինձ հուշեց մեր հրաշալի սաթենիկը, այժմ պահն է, որպեսզի մենք տեղափոխվենք դեպի մի այլ տեղ, որտեղ դուք մեզ հետ չեք սիրելի հեռուստադիտողներ, սակայն մեր հոգում ու սրտում եք։ Խոսքը իհարկե մեր ոչ եթերային խոհանոցի մասին է։ Մենք ուզում ենք այնտեղ տեղափոխվել, որպեսզի վայելենք, համտեսենք, այո, նախաճաշը, որը պատրաստեցին Սաթը եւ Էլիզա։ Բայց դրա համար ինչ պիտի ասենք հեռուստադիտողներին։ Լավ խոսքեր։ Լավ խոսքեր, պետք է ասենք, որ մաղթում ենք, որ լինեք առողջ, մաղթում ենք, որ շատ հաջողակ օր ունենաք, օրեր ունենաք։ Արի պատկերացնենք, որ այսօր բոլոր հեռուստադիտողների ծննդյան տարեդարձ շնորհավոր ենք։ Իհարկե happy birthday չենք շնորհավորի, բայց ես մաղթում ենք ամենալավը սիրելի հեռուստադիտողներ, եղեք առողջ, երջանիկ, հաջողակ եւ ամբողջ տարին օգտագործեք հոգուց ձեզ, որպեսզի ունենաք շատ հաջողություններ ու մեծ ֆինանսական աճ բոլորիդ մաղթում ենք մեծ ֆինանսական աճ։ Շատ լավ բան ասացիր, իհարկե, առողջություն, ֆինանսական աճ, երջանկություն եւ նաեւ ամենակարևորը ուշադիր եղեք ձեր խոսքերին, խոսքերը շատ մեծ ուժ ունեն։ Այդ իսկ պատճառով ենք մենք ամեն օր ձեզ ասում բարի լույս, թող լույսն էլ բարի լինի, օրն էլ բարի լինի։ Սիրում ենք ձեզ, մնացեք մեզ հետ։ Առողջ մնացեք եւ լավ եղեք, հաջողություն։ Հաջողություն։